Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 9-ը 2026 թվական։ Ընտրությունների հետ կապված ժամանակ մնա ավելի ուշ կխոսենք, հիմա տեսնենք ինչ հարցեր ունենք, հիմնական այսօր հարցը իրանական պատերազմի ընթացքը եւ հետագա զարգացումները։ Երեկվա մի հարցի անդրադարձա, բայց այսօր մի հատ էլ դիտարկում անեմ, որտեղ դա շատ կարևոր հարց է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը ասել է, որ ներկա պատերազմի ավարտից հետո Իրանի քարտեզը հավանաբար այլ տեսք կունենա։ Ինչն է սրա Դոնալդ Տրամպի այս արտահայտությունը դարձնում շատ վտանգավոր, անզգույշ արտահայտություն, թեպետ պատերազմի մեջ ինչ զգուշավոր, որովհետև եթե դու ասում ես, որ ես պատերազմից հետո երկրի տարածքը կարող է փոխվի, այսինքն դու այլևս երկրի ներսում դաշնակից չես ունենա։ Որովհետև նա ով աջակցում է Ամերիկային, նա աջակցում է իր երկրի տարածքի փոփոխությանը։ Վերջ, նա դավաճան է, նա հանցագործ է, նրան պետքա ֆիզիկապես վերացնել։ Ուկրաինայում ավելի շատ ռուսամետներ կային, քան Իրանում ամերիկամետներ։ Բայց Ուկրաինայում, երբ որ Ռուսաստանն ասեց ես մտադիր եմ քո տարածքը վերցնել, նա ով սատարում էր Ռուսաստանին, պատահաբար թռնում էր օդը նրա մեքենան, ինքն էլ մեքենայի մեջ։ Երկրից էլ փախնեին, Ռուսաստանում բռնեին, հետևից մարդ էին ուղարկում, նրան ֆիզիկապես վերացնում էին, որովհետև դու աջակցում ես օկուպանտին։ Դու նրա գործակալն ես երկրի ներսում, քեզ պետքա ֆիզիկապես ոչնչացնել։ Դա այլևս գաղափարական պայքար չէ, որ մեկն ասի ես գտնում եմ, որ մեզ համար ավելի լավ կլինի մեր հարևան Ռուսաստանի հետ լավ հարաբերություն ունենանք, մեկն էլ ասի գիտեք ինչ, ես գտնում եմ, որ մեզ համար լավ կլինի Եվրոպայի հետ լավ հարաբերություններ ունենք, Ուկրաինայի եվրոպական մաքուր եվրոպական պետությունն է իր աշխարհագրորեն։ Այսինքն այդ հարցում Ռուսաստանը այլևս գործընկերոջ տեղ չի թողնում։ Նա ով համակրում է Ռուսաստանին, նա համակրում է օկուպանտին, նա պետության թշնամի է։ Եթե Դոնալդ Տրամպն ասում է, որ ես պատերազմից հետո այո կարող է տարածքը փոխվի, այսօր դու քո համախոհների վրա դնում ես հոդված քրեական։ Դու պատրաստ ես երկրի տարածքի մի մասից հրաժարվես, օգնելով թշնամուն, վերջ։ Սա այս կարգի արտահայտությունը ուզում եմ ասեմ, որ բավական անզգույշ էր եւ դա հետագայում հետևանքներ կունենա։ Դա հիմք է տալիս Իրանի իշխանություններին դաժանորեն սպանել մարդկանց, ասել դա ժողովրդավարություն չի, դուք փողոց չեք դուս եկել ինչ-որ խնդիրների համար, դուք փողոց եք դուս եկել ագրեսորին, օկուպանտին սատարելու, մեր երկրի տարածքը փոքրացնելու, մեր երկրի տարածքը ինչ-որ մեկին տալու համար։ Վերջ, հոդվածը արդեն ճակատին խփած է։ Առավել ևս Շահի Մոհամմեդ Ռեզա Փահլավի տղան, Թագաժառանգ Ռեզա Փահլավին, որը որ ոգևորված քայլերից էր խոսում, թե ինչ պետք է անել Իրանում իշխանությունը փոխելու, տարածքնել փոխելու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը գրել է. նավթի գների կարճաժամկետ աճը, որն արագորեն կնվազի, երբ վերացվի Իրանի կողմից բխող միջուկային սպառնալիքը, չնչին գին է ԱՄՆ-ի եւ ողջ աշխարհի անվտանգության համար։ Այսինքն Իրանը սպառնում է ողջ աշխարհին։ Այն որ Իրանը կարող է սպառնալիք լինի, նորություն չի, այդ մասին քիչ չի որ խոսել ենք, Իրանը աջակցում էր Համասին, Հեզբոլային, Եմենում հութիներին, Իրանի աջակցության պատճառով ամենտեղ զինված խմբավորումները չէին թողում, որ պետությունը կայանա, որովհետև նրանք պետություն էին պետության մեջ, եւ այն, որ Իրանը շատ լուրջ խնդիրներ էր առաջացնում, դա նորություն չի, բայց արդյոք Իրանը սպառնում էր աշխարհի անվտանգությանը։ Կարող է իրոք այդպես է, աշխարհի անվտանգությանը Ռուսաստանը չի սպառնում, բայց Իրանը սպառնում է, փաստորեն Դոնալդ Տրամպի կարծիքով։ Հիմա մենք նայենք, բա ինչի է ինքը այդ կարծիքին, որ Իրանը սպառնում է ողջ աշխարհին։ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի ավարտի ժամկետի վերաբերյալ որոշումը կընդունվի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ։ Ով էր կասկածում,
որ Բենյամին Նեթանյահուին ձեռնտու չլինի Դոնալդ Տրամպը այդ պատերազմը ո՞նց կարա կամենացնի, բայց շարունակությունը Իրանը պատրաստվում էր ոչնչացնել Իսրայելը եւ ամեն ինչ իր շուրջ։ Մենք ոչնչացրել ենք այդ երկիրը, որը ցանկանում էր ոչնչացնել Իսրայելը, ասել է ԱՄՆ նախագահը։ Դե ասա էլի այ մարդ, ասա որ քո համար Իսրայելը դա մի աշխարհ է։ Հայ հասկացանք։ Աշխարհ դա Իսրայելն է։ Բարդ չի դա հասկանալ։ Ուղղակի պարզ ասա, մարդիկ հասկանան, որ մի ամբողջ աշխարհ Իսրայելի հետ չես փոխի։ Ու այնպես չի որ այդ մասին նոր ենք խոսում կամ ներողություն, չգիտեինք որ դա այդպես է։ Ուղղակի լավ է որ ինքը խոստովանի, ու այս ամբողջ պատերազմի նպատակը իդեպ այնպես չի որ ինքը Իսրայելին շատ մեծ լավություն է անում։ Իսրայելին կարելի էր օգնել, Բենյամին Նեթանյահուն մտածեց հանկարծ Տրամպը գնա եւ ինքը Իրանի հարցը լուծած չլինի, ժամանակը աշխատում է ի վնաս Իսրայելի, բավոր բալեստիկ հրթիռներն ավելացնի, բավոր միջուկային զենք ստեղծի, վաղը մյուս օրը հարված հասցնի, ավելի լավ է բերեք Իրանի հարցը հիմա լուծենք։ Իսկ եթե չկարողանաս լուծես, իսկ եթե ծանր հարվածներ հասցնես, բայց վիրավոր գազան սարքես ու չկարողանաս լուծես, իսկ եթե 1.680.000 կիլոմետրանոց երկիրը մոտ 90 միլիոն բնակչությամբ, եթե չկարողանաս մասերի բաժանես, տապալես կամ քո ուզած մարդուն դնես, բայց այդ դեպքում ինչ ես անելու։ Իսրայելի հարցը դրանով լուծվում է։ Վտանգը չափազանց մեծ է։ Առավել եւս մենք տեսնում ենք, որ այս շտապողականության մեջ լավ հաշվարկած չէր։ Դոնալդ Տրամպը եւ Բենյամին Նեթանյահուն ուղղակի ասին ժամ առաջ խփենք, տապալենք, վերջ, էտա ձևը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրների ուղղությամբ, ինչպես նաև վերջ դնել Հորմուզի նեղուցի դե ֆակտո արգելափակմանը։ Մակրոնը շեշտել է Ֆրանսիայի դիրքորոշումն այն մասին, որ Իրանի եւ ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև հակամարտությունը պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով։ Իհարկե լավ կլինի, որ դիվանագիտական ճանապարհով լուծվի, բայց ինչպես տեսնում ենք, դիվանագիտական ճանապարհով չի լուծումը որոնվում եւ այդ հարցում այնպես չի որ Եվրոպան դերակատարություն ունի։ Այնց երկչոտ ձևով օգնում են Միացյալ Նահանգներին ու դատապարտում Իրանին, բայց որևէ ձևով իրանք այս process-ի մեջ ներկայացված չեն։ Ակտիվ ձևով ներգրավացնել մի բան չի, որովհետեւ փաստորեն իրանք արդարացնում են ինչ որ անում է Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, բայց այնպես չի որ հիմա իրանք քայլերից որևէ բան փոխվում է։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից զինված հարձակման հետևանքով սպանված Իրանի գերագույն հոգեվոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի փոխարինի նրա որդին Մոջթաբա Խամենեին։ Փորձագետների խորհուրդը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ներկայացրեց Այաթոլլահ Հաջ Սայեդ Մոջթաբա Խամենեին որպես Իրանի Իսլամական Հանրապետության երրորդ առաջնորդ, ասվում է հաղորդագրության մեջ։ Իսկ հիմա նայենք Ամերիկայի արձագանքը։ ԱՄՆ հանրապետական սենատոր Լինսի Գրեհեմը գրել է. Ալի Խամենեի որդին Մոջթաբա Խամենեին, որը դարձել է Իրանի գերագույն առաջնորդ, ժողովրդականություն չի վայելում Միացյալ Նահանգներում։ Ուստի նա կարժանա նույն ճակատագրին, ինչ իր հայրը։ Ես չհասկացա, Մոջթաբա Խամենեին իր թեկնածությունը դրել է Ամերիկայի ընտրությունների ժամանակ։ Բան չի պետք է ինքը ժողովրդականություն վայելի Ամերիկայում։ Նա իսկ իր երկրում ժողովրդականություն չի վայելում, բանի կրոնապետություն է։ Այսինքն եթե մի երկրում որտեղ այդ մարդը Ամերիկայում ժողովրդականություն չի վայելում, նրան պետք է վերացնել։ Բայց այս աշխարհում քանի երկիր կա, որ իսկ քանի ձեն ունի, այսօր կարող է Դոնալդ Տրամպն ժողովրդականություն չվայելի Ամերիկայում, առաջարկությունը ո՞րն է։ Այսինքն այս ձևով եք հարցին մոտենում։ Երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանի եւ իրանական ժողովրդի ապագային, հանգուցալ Արյունարբու Այաթոլլահի որդին, այն փոփոխությունը չէ, որը մենք փնտրում ենք։ Նա ապրում էր շքեղ, մինչդեռ իրանական ժողովուրդը տառապում էր եւ գտնվում էր ատելություն հրահրելու առաջնագծում, քանի որ ինքն էլ կրոնական նացիստ է, գրել է Գրեհեմը։
Սենատորը նաև կոչ է արել իրանցի ժողովրդին հաստատակամ լինել եւ ընդգծել, որ իրենց ազատագրումը մոտ է։ Այսինքն նորից մարդկանց հույսեր են տալիս, որ մենք ձեզ կաջակցենք, մենք կհարված ենք, դուք ոտքի կանգնեք, իշխանությունը վերցրեք։ Բայց երբ որ նրանք ոտքի են կանգնում, բավական լուրջ ու ծանր կորուստներ են կրում, որովհետև մարդկանց սպանում են, մարդկանց բանտերն են լցնում, այն էլ դաժանորեն։ Առավել ևս, երբ որ Դոնալդ Թրամփը խոսում է տարածքի փոփոխության հետ կապված, պետության առավել ևս հարվածի տակ է դնում այն մարդկանց, ովքեր ոգևորված են ամերիկյան քայլերից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հավատարմության երթում է տվել նոր հոգևոր առաջնորդին։ Սա էլ է բնական է, որ բոլորն էլ հավատարմության երթում տալու են, այդ երկրի կարգը դա է, արդյունքում ստացվում է, որ իշխանության շարունակականությունն է լինելու, որի պարագայում փաստորեն առաջի դեմքին վերացնելով երկիրը չգլխատվեց, ներսում էլ ոտքի չկանգնեցին, իշխանությունը չվերցրեցին։ Իսկ դա նշանակում է լուրջ խնդիրներ, դա նշանակում է պատերազմի աշխարհագրություն մեծանալ, դա նշանակում է ցանկացած պահի կարող է լարվածություն լինի, մանավանդ կխոսենք դրա մասին, թե հավանական ինչ լարվածությունների մասին է խոսքը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոր առաջնորդը շատ երկար չի դիմանա, եթե նախապես չստանա իր հավանությունը, այսինքն Թրամփի։ Նա պետք է ստանա մեր հավանությունը, եթե նա մեր կողմից հավանության չարժանանա, երկար չի դիմանա։ Մենք ուզում ենք վստահ լինել, որ ստիպված չենք լինի այս հարցին վերադառնալ ամեն 10 տարին մեկ, երբ դուք չունեք այնպիսի նախագահ, ինչպիսին ես եմ, որը պատրաստ չէ դա անել, այսինքն Դոնալդ Թրամփը։ Փաստորեն, եթե ինքը հավերժ լինի, այս հարցը հավերժ կլուծվի։ Կոնե եթե 1000 տարի Ամերիկայի նախագահ լինի, Իրանի հարցը լուծված կլինի։ Բայց խնդիրը ուրիշ է, այսինքն եթե հանկարծ կրոնապետության ղեկավարը Մոջթաբա Խամեյնին գար նստեր եւ գործարք կնքեր Թրամփի հետ եւ ստանար օրհնությունը Դոնալդ Թրամփի, այսինքն որևէ խնդիր չկա։ Կարող էր հանգիստ գնալ աշխատել։ Վերջ, էդ էր փնտրվում բացի նավթը Իրանում։ Սա խնդիր է առաջացնում, որովհետեւ մենք այս կարգի վերաբերմունք տեսել ենք դեռ շատ շուտ, մեզ թվում էր, թե վաղուց արդեն նման մոտեցումը այլևս պատմության գիրքն է, անցել հայտնի արտահայտությունը Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի, որ ասում էր Սամոսան շանտղա է, բայց մեր շանտղան է։ Ինքը նկատի ուներ Նիկարագուայի դիկտատոր Անաստազիո Սամոսային, բայց մի խնդիր էլ կա այստեղ, Ֆրանկլին Ռուզվելտը դեմոկրատ էր, իշխանության է եկել 33 թվականին, բայց Անաստազիո Սամոսան դիկտատոր է դարձել 32 թվականից, այսինքն նա դեմոկրատ Ռուզվելտի շանտաղան չէր, նա հանրապետական Հերբերտ Հուվերի ժամանակ էր դարձել դիկտատոր եւ նա Ամերիկայի շանտաղան էր, բայց հետո կյանքը ցույց տվեց, չէ՞ որ այդ քաղաքականությունը շատ վատ ընդունվեց աշխարհում, այսինքն մեր շանտղային ամեն ինչ կարելի է, հետո ասին, բա Ամերիկա, այս ինչ ես անում, բա այս ժողովրդավարություն, բա մարդու իրավունքներ, բա աշխարհում ժողովրդավարություն հաստատենք, թույլի իրավունքը հարգենք ուժով, դիկտատորներին պատժենք, փաստորեն նշանակում է, որ հիմա եթե Դոնալդ Թրամփի շանտղան է, ուրեմն վերջ, որևէ խնդիր չկա, այսինքն վերադառնում ենք Սամոսայի ժամանակները եւ շատ դեպքերում մարդիկ ասում են հալավ ինչ ա եղել Թրամփը ինչ անում է ճիշտ է անում հարգելիներս եթե դուք պետքա Թրամփի ամեն արածը պաշտպանեք այնպես ինչպես հայտնի անուններ պաշտպանում են որտեղից էր արտիկցի էր չեմ հիշում արդեն որ պաշտպանում էր, ինչելում էր պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին, պետք չի վերլուծաբանելնել եւ ձեզ միջազգայնագետի տեղ դնեք, էլի, եթե ցանկացած բանը դուք պետք է արդարացնեք, եթե Թրամփն արել, ուրեմն ճիշտ է։ Չեմ հասկանում, բայց ձեր վերլուծության իմաստը որն է։ Նա հավելել է, ես չեմ ուզում, որ 5 տարի անց մարդիկ ստիպված լինեն վերադառնալ եւ նույնը կրկին անել կամ ինչը ավելի վատ է թույլ տալ դրանց ստանալ միջուկային զենք։ Բայց մենք պարզեցինք, էլի, որ խնդիրը միջուկային զենքը չի, բանն է,
Իսրայելին պաշտպանել է։ Նրանք թղթեվագրեր են, բայց մի շաբաթ առաջ ասեմ ձեզ, նրանք թղթեվագրեր չէին եւ նրանք պատրաստվում էին հարձակվել, նրանց ծրագիրն էր հարձակվել ամբողջ Մերձավոր Արևելքի վրա եւ գրավել ամբողջ Մերձավոր Արևելքը, ասել է ԱՄՆ նախագահ։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ հիմա Իրանը ցանկանում էր հարձակվել Մերձավոր Արևելյան իրանց հարևանների վրա։ Ուղիղ այնպես ինչպես Լուկաշենկոն ասում էր լավ հարձակվեցինք Ուկրաինայի վրա, կարամ քարտեզի վրա ցույց տամ, թե որտեղից էր Ուկրաինան հարձակվել Ռուսաստանի վրա, ըստեղից Ռուսաստանի վրա, ըստեղից Բելարուսի։ Հիմա այսինքն մենք Իրանին չեզոքացնում ենք, որտեղ Իրանը պլաններ ուներ, այսքան տարի այդ պլանները չուներ, հենց Թրամփը եկավ իշխանության ու անմիջապես հասկացավ, որ Իրանը ցանկանում է հարևան երկրների վրա հարձակվի ու ինքը դա կանխեց այսինքն այդ բոլոր խնդիրները, որ ինքը ներգրավ այս հարցի հետ կապված, դա բացատրում է նրանով, որ դե տեսակ էլի փրկեցի հարևան երկրներին Իրանից։ Սա նշանակում է ձախողված քաղաքականություն։ Իսկ Իրանի հարցը եթե լուծեր, շատերը իսկապես կողջունեին Դոնալդ Թրամփի արածը։ Թրամփը չի բացառել հատուկ նշանակության ուժերի ուղարկումը իրանական հարստացված ուրանը վերցնելու համար։ Ամեն ինչ սեղանի վրա է, ամեն ինչ։ Այսինքն նաև այդ քայլը կարող են անել, որ գնան եւ հարստացված ուրանը հանեն։ Հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյիդ Մոջթաբա Խամենեիի գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով։ Ուղերձում նշված է. շնորհավորում եմ ձեզ իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով։ Վստահ եմ, որ Հայաստանի եւ Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ, գրանցելով նոր հաջողություններ։ Առիթը պատեհ համարելով Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն եւ հարատև խաղաղություն։ Դե բավական զուսպ է այս շնորհավորանքը համեմատած մնացածների հետ, բայց միևնույնն է Դոնալդ Թրամփը, որ իմպուլսիվ բնավորություն ունի, նա նայում է, որ ասում եմ ես անընդունելի եմ համարում Մոջթաբա Խամենեիի ընտրվելը, եւ մենք նրան պետք է վերացնենք, ու նայում է թե ով է շնորհավորում։ Պուտինն է շնորհավորում, Փաշինյանն է շնորհավորում, հարևան երկրի առաջնորդը չշնորհավորել չի ստացվի, բայց հետո շնորհավորելուց հետո Թրամփին բացատրել, թե ինչու եմ շնորհավորել կամ Թրամփը ասի, ինչ խաղեր եք տալի, կարող է ընդհանրապես քեզ չլսի էլ։ Մանավանդ չմտնի քո դրության մեջ, որ դու հարևանի ոնց պետք է շնորհավորեիր։ Ինքը նրան ասում է, այդ պետությունը պետք է վերացնեմ, այդ առաջնորդը պետք է հոր բախտին արժանանա։ Դա ինքը նայում է, չէ՞ ով է շնորհավորում։ Այսինքն մենք sense թե այնպես խնդրի առաջ ենք կանգնում, եթե մենք դառել ենք կոնֆլիկտի կողմ, որ չդառնային կոնֆլիկտի կողմ, հետ քաշված լինենք, այդ խնդիրը չէր լինի։ Կարող է ասենք, դե լավ, դե հարևանա մի հատ բարեկրթական շնորհավորանք է, ինչ ա եղել։ Կասի հա հարց չկա։ Ես էլ կարամ քեզ չաջակցեմ, որովհետեւ դուրս չի գալի քո պահվածքը, դե ինչ ա եղել որ։ Բա հույս եք կապում Թրամփի հետ։ Բայց Թրամփի հետ հույս կապել այդքան էլ լուրջ մոտեցում չի, որովհետև իր վարած քաղաքականությունից շատ դժվար է որևէ կանխատեսելի բան պատկերացնել եւ գործընկերություն հաստատել։ Առավել եւս այս պարագայում, ինչպես տեսնում եք։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ նոր առաջնորդին ընտրում է Իրանի ժողովուրդը եւ ոչ թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ պահանջել է, որ ԱՄՆ նախագահը ներողություն խնդրի Իրանի դեմ պատերազմ սկսելու համար։ Մենք ոչ մեկին չենք թույլ տալիս միջամտել մեր ներքին գործերին։ Իրանի ժողովուրդը պետք է ընտրի իր նոր առաջնորդին, ասել է Արաղչին։ Այս էլ ուղղակի մենք իմանանք, որ Իրանը համենայն դեպս մնում է իր դիրքերում, թեպետ լավ է հասկանում, որ Ամերիկան կարող բավական ծանր հարվածներ հասցնի, բայց շարունակում է ինքը այդ գիծը առաջ տանել։ Իսկ դրանով վտանգը համենայն դեպս մեծացնում է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ։ Տարածաշրջանի ղեկավարների հետ իմ խորհրդակցությունների շրջանակներում զրույց ունեցա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին հայտնեցի մեր աջակցությունն ու համերաշխությունը իր երկրի Իրանի հարվածներից հետո։ Ես նաև շնորհակալ եմ Ադրբեջանին մեր քաղաքացիների տարհանման հարցում ցուցաբերած օգնության համար։ Ես օգտվեցի այս հնարավորությունից վերահաստատելու մեր աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին եւ մեր ցանկությունը շարունակել երկկողմ երկխոսությունը Բաքվի հետ ավելի ամուր հիմքերի վրա, գրել է Մակրոնը։ Այո, սա առաջի դեպքը չի, որ Մակրոնը եւ ներողություն Ֆրանսիան sense ակտիվություն հանդես բերում Ադրբեջանի հետ, որովհետեւ իրանք ուղղակի հասկացան, որ Նիկոլ Փաշինյանի
վարած քաղաքականության պարագայում անիմաստ որպեսզի իրանք վատամարտ դառնան Ադրբեջանի հետ։ Իմաստը որն է։ Եթե ինքը Ադրբեջանին մեղադրում էր Հայաստանի հետ կապված հարցերում, ապա Նիկոլ Փաշինյանը արևմտյան որ կառույց որտեղ գնում է միջազգային բոլոր արտակներում շնորհակալություն է հայտնում Ալիևին։ Եթե Նիկոլ Փաշինյանը Ալիևին շնորհակալություն է հայտնում, Էմանուել Մակրոնը ինչա թշնամանում։ Մի հատ շնորհակալություն էլ Մակրոնը կհայտնի էլի։ Ֆրանսիացիները Հայաստանով չեն եկել, գնան իրանց երկիր, այդքանը Հայաստանով են գալի, ֆրանսիացիները Ադրբեջանով են գնացել, վերջ, շնորհակալ եմ։ Իսկ դրա մեջ մենք խնդիր ունենք, որտեղ այդ այն երկիրն է, որը Հայաստանի բարեկամն է։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ հենց Հայաստանի։ Ոչ թե Մակրոնն ու Փաշինյանը, այլ ուղղակի Ֆրանսիան Հայաստանի համար։ Եվ այդ էլ ենք մենք կորցնում։ Որտեղ ասում ում համար ես վատամարտ դառնում։ Այնպես չի որ Ֆրանսիան վախենում է Ադրբեջանից, բայց ասում է լավ, իմաստը։ Երբ որ Ալիևը կանգնեց հրապարակային ասեց Մակրոնին Հայաստանին ավելի շատ է պաշտպանում, քան Հայաստանը իշխանում, ինչի համար էր ասում են մենք ինչ որ պետք է պայմանավորվել ենք, էլի Փաշինյանը, քեզ ինչի ես կոտորում։ Իրանը արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայել Բաղային հայտարարել է. ինչ վերաբերում է Ադրբեջանին, Թուրքիային եւ Կիպրոսին, ապա Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հստակ եւ պաշտոնապես հայտարարել է, որ Իրանի տարածքից կամ զինված ուժերի կողմից ռեակտիվ արկերի նմանատիպ արձակումներ չեն եղել։ Այսինքն կտրականապես Իրանը հերքում է, որ ինքը ուղարկել է եւ Կիպրոսի ուղղությամբ, եւ Թուրքիայի ուղղությամբ ամերիկյան բազայի եւ Ադրբեջանի ուղղությամբ։ Մինչեւ այսօր որևէ մեկը փաստ չի ներկայացել, որ Իրանը իսկապես դա արել է, որտեղ Իրանի շահից չէ, բխում դա աներ։ Բայց քանի որ իրանց համար շատ հարմար առիթ էր, որպեսզի Ամերիկայի միջոցով առիթն օգտագործեն, բայց շատ կարճ ժամանակում իրանք հասկացան, որ Դոնալդ Տրամփի քայլերի վրա հույս դնելով հարձակվեն, կարող է պատասխան ծանր հարվածներ ստանան։ Ավելի լավ է շարից հեռու կամաց զգուշավոր հետ քաշվել։ Այսինքն հասկացան, որ այս պահին այդ այն առիթը չի, որը իրանք կարող են օգտագործել։ Դրա համար հիմա արդեն թեպետ այնուամենայնիվ շարունակում են ցույց տալ, որ կարող է Իրանից այնուամենայնիվ նման օրինակ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, Իրանը եւս մեկ բալեստիկ հրթիռ է արձակել Թուրքիայի տարածքի ուղղությամբ, որը չեզոքացվել է ՆԱՏՕ-ի ուժերի կողմից։ Անկարան մեծ նշանակություն է տալիս բարիդրացիական հարաբերություններին եւ տարածաշրջանային կայունությանը։ Այդուհանդերձ Թուրքիայի տարածքին կամ օդային տարածքից սպառնացող ցանկացած վտանգ կստանա վճռական եւ անհապաղ պատասխան գրված է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Այնուամենայնիվ իրանք այդ գիծը տակ են պահում, որ պետք եղած ժամանակ, եթե իսկապես սպասելիք ունենան Ամերիկայից, մտածեն, որ կարող է առիթն օգտագործեն, դու ոնց թե մեր տարածքի վրա կրակես, դե հիմա կտեսնես, բայց այս պահին իրանք դեռ հաշվարկում են իրանց ուժերը, որ այդպես չի, որ կարելի է հիմա առիթն օգտագործել եւ մտնել Իրան, կամ իրանց տարածքը տրամադրեն Իրանին հարվածելու համար։ Եվ մեկ էլ տեսնում ես, Իսրայելը հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան մեկնելուց, բայց հարց, ինչի համար։ Այդ ինչ վտանգ կա Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ Որև այդ երկրներում իսրայելցիներին վնասելու են, վերացնելու են, մեր երկրի տարածքում, ասենք պայմանականորեն վերցրած, իրանցիները իսրայելցիներին սպանեն մեր երկրի տարածքում։ Թե մտածում են, որ կարող է Իրանը նաև մեր երկրի տարածքին հարված հասցնի, մտածելով, որ ստեղից էլ են օգտագործում իր երկրի վրա հարվածներ հասցնել։ Լուր հարցում։ Այնպես որ սա էլ մենք պետք է հասկանանք, այս զգուշացումը ինչի համար է 3 երկրներին։ Մենակ մեզ զգուշացներ կմտածենք, բան չի, մենակ մեզ։ Եթե 3-ին կամ այսինքն սա հասկանալու բան է։ Երկու հարց չէ, մեկ իր քաղաքացիները վտանգված են ցանկացած երկրում, որտեղ իրանցիներ կան, մեկ էլ կարող է մեր երկրներին նույնպես պատասխան հարված կա, իսկ ինչու պետք է գա, ինչ են կարևոր գա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Տրամփի հետ, բայց զրույցի մանրամասները չեն հաղորդվում։
Այնպես որ եթե հանկարծ ինչ-որ արտահոս կլինի, որ հասկանանք ի վերջո ինչ են քննարկում, անպայման դրա մասին կխոսենք։ Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Էսմայել Բաղային հայտարարել է. «Դիմում եմ նրանց, ովքեր համառորեն անտեսում են տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին, օբյեկտներին մեր պաշտպանական հարվածների հիմնավորումը, Իրանի ուղղությամբ հրթիռներն արձակվում են հարևան երկրների տարածքում գտնվող բնակելի թաղամասերից»։ Էդ էլ պետք է մտածել, հարևան երկրներ ասելով ինչ չի նկատի ունի, Պարսից ծոցի են մյուս կողմը համարում է Պարսից ծոցով հարևան երկիր, մենակ նրանց, թե կարող է այլ երկրներ էլի նկատի ունեն։ Իսկ ամերիկյան կործանիչները Իրանին հարվածելու համար օգտագործում են հարևան պետությունների օդային տարածքը, ինչը վտանգում է տարածքային անվտանգությունը։ Այսինքն այս հարցում էլ մենք պետք է զգոն լինենք, որովհետև բնական է տարածք տրամադրել Ամերիկային հարվածելու համար դա մեզ համար կործանարար հետևանքներ կունենա, բայց եւ Իրանը ցանկացած պարագայում հանկարծ ինչ-որ մի բան նկատի կարծի, որ ստեղից է պատասխան հարված հասցնի, դիարի ու տակից դուրս արի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ հիմա էլ նայենք Ուկրաինայի հետ կապված զարգացումները, որովհետև Դոնալդ Թրամփը ինչ էլ ուզում լինի, կուզենա, որ Ուկրաինան զիջի Ռուսաստանին, պատերազմը դադարի եւ ինքը ցույց տա, որ տեսեք խաղաղություն բերեցի, բայց հիմա առավել եւս խնդիրների մեջ է հայտնվել, Ռուսաստանին չի կարող ասի օկուպանտ ես, որովհետև նա էլ ասում է բանույն բանը դու ես անում, Ուկրաինային ասի քո տարածքից հրաժարվի ոնց է ասելու, ինչի հիման վրա է ասելու։ Հիմա լրիվ խառնվել է իրար, որովհետև ուկրաինական պատերազմի արդյունքը լրիվ այլ էր, ուկրաինական պատերազմի արդյունքում մենք մտածում էինք, որ Չինաստանը կարող է իրան թույլ տալ լինել ուժերի կողմը, ինքը այնքան ծանրակշիռ խաղացող է, բարձրացել է Ռուսաստանի շալակ, ինչ ուզում է Ռուսաստանից վերցնում է, Ռուսաստանի տարածքները երկարաժամկետ վարձակալությամբ վերցնում, ինչ ուզում է անի, վաղը գալիս են բնակիչները բերում է իր երկրից աշխատողներին, որ վաղը մյուս օրը դեռ այնքան բնակիչ կլի Ռուսաստանի քաղաքացիություն կստանան, ընդհանրապես Ռուսաստանը կմոռանա այդ տարածքները, որ երբևիցե կարող է վերադարձնել։ Ռուսաստան չի բերում բարձր տեխնոլոգիա, ուղղակի այն ինչ որ իրան պետք է, դա է բերել մեժան հումք առնում։ Հրաշալի պայմանները Չինաստանի համար եւ կփորձի հարաբերությունները կարգավորել Ամերիկայի հետ, իսկ ինչու ոչ։ Բայց իրանական պատերազմի դեպքում դա այդպես չի, իրանական պատերազմի դեպքում նա նավթի խնդիր ունի, դեմքի խնդիր ունի, որի ի վերջո Իրանը այնուամենայնիվ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետություն է, մի քիչ այդքան հեշտ չի, որ Իրանի հետ կապված Չինաստանն ասի հա լավ ինչ ուզում եք արեք, այսինքն այստեղ էլ խնդիր է, վաղը մյուս օրը ինչ է անելու, Դոնալդ Թրամփը ոնց որ ուզում էր լավացնել հարաբերությունները Չինաստանի հետ, հիմա ոնց է դրա տակից դուրս գալու, էդ էլ մենք հասկանանք։ Ամեն նախագահ Դոնալդ Թրամփը կարծում էր Ուկրաինայի հակամարտության կարգավորումն արդեն շատ մոտ է, ես նա եմ, ով ավարտել է 8 պատերազմ եւ կարծում եմ, որ եւս մեկը ճանապարհին է, ասել է Թրամփը։ Նախագահն ավելացրել է, որ Միացյալ Նահանգները մի քանի անգամ մոտ է եղել Ուկրաինայում խաղաղություն հաստատելուն, բայց արդյունքում հակամարտության կողմերից մեկը նահանջել է։ Թրամփը նաեւ նշել է, որ Ռուսաստանի համար նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի միջեւ ատելությունը շատ մեծ է։ Սա առաջի դեպքը չի, որ ինքը ատելության մասին խոսում է, նոր չի, ես ուղղակի ապշում եմ մի մարդու վրա, որ երկու պետություն իրար վրա հարցակվել է, մեկը մեկի վրա հարցակվել է, մարդ է կոտորում, երեխաներ է սպանում, հիվանդանոցին է հարվածում, տներ է քանդում, ավիրում, մարդկանց տներից անում, մարդիկ դարել են փախստական, գնացել են տարբեր երկրներում մնում են կանայք երեխաները, որ իրանց ամուսինները կռվեն, իրանց հայրենիքը պաշտպանեն, եւ այս մարդը ուզում է, որ Զելենսկին ու Պուտինը իրար սիրեն։ Այմարդ այս մարդը չի կարողանում Էրեմշտեյնի կղզուց դուրս գա իր հոգեբանության մեջ։ Իր համար այդ ամեն ինչը սիրո ձևով արտահայտվում երկու տղամարդու մեջ։ Ոնց ես դու ուզում երկու իրար հետ կռվող երկրի ղեկավարները իրար չատեն, չեմ հասկանում։ Անջատած է լրիվ ուղեղները։ Եվ եթե իրար չատեն, հարցը կլուծվի։ Ախպեր մի խաբվի Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի վրա։ Իրանք իրար սիրում են, այդ հասկացանք։ Չի կարելի դա վերցնել ամբողջ աշխարհի վրա տարածել։ Այդ Փաշինյանն նա առանց քեզ էլ էր սիրում Ալիևին։ Այդ դու չես այդ սերը արտնացրել Փաշինյանի սրտում։ Նա որ նրան չսիրեր, դու այդ հարցը չէիր կարգավորի։ Դու կարգավորած պրծած էր։ Ուղղակի ասիր եկեք դստեք ասեն դու ես արա, դու ես նրա։ Ուկրաինայի պարագայում դա տենց չի լինելու։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է. Ուկրաինան որսի ճանոթաչու սարքեր եւ ԱԹՍ-ների մասնագետների խումբ է ուղարկել Հորդանանում ԱՄՆ ռազմաբազաները պաշտպանելու համար եւ ուշադրություն Զելենսկին նշել է, որ ԱՄՆ-ն օգնության խնդրանքով դիմել է հինգշաբթի օրը, իսկ ուկրաինական թիմը մեկնել է հաջորդ օրը, ուրբաթ օրը։ Այսինքն ԱՄՆ-ը խնդրում է, ասում է, գիտես, դու մեծ փորձ ունես, էլի օգնի այդ երկրների, որտեղ այդ երկրները ծանր հարվածներ են ուտում։ Դա լուրջ խնդիրներ է առաջանում, տուրիստական գոտի է, շատ թանկ տներ է ան, մարդիկ իրանց շատ ապահով էին զգում, այդ անորոշությունը հիմա պատել է իրանց, նրանք երբեք մտներով չեր անցնում, որ տես բաների մեջ կներքաշվեն, ամերիկյան բազան իրանց մոտ իրանք ինչ պրոբլեմ ունեին, վայելում էին կյանքը, անապատները մշակում էին, կառույցներ էին սարքում, ոգևորված էին, մեկ է վայ Ամերիկան, որը քո անվտանգության երաշխավորն էր, Ամերիկայի պատճառով քո երկիրն է հարված ուտում։ Իսկ հիմա Ուկրաինան ասում է փորձը որ ես ունեմ, օգնեիք ես օկուպանտին հաղթեինք, էլի, ոչ թե անցնեիք օկուպանտի կողմը։ Հիմա խնդրում ասում եք այդ փորձը որ ունես, մեզ օգնի այդ։ Բա ասում եք, բանա, Զելենսկի խաղաթուղթ չունի։ Խաղաթուղթ չունի, ԱԹՍ-ների մասնագետ ունի։ Խաղաթուղթն ինչ է անում։ Հոսա կազինո չի։ Բա խաղաթուղթ ունեցող Պուտինին ինչի՞ չես դիմում։ Ընկերդ չի։ Դիմի ասա քո հարուստ փորձով մեզ օգնի, արաբական երկրների հետ Պուտինը պրոբլեմ ունի։ Բոլորը հետ էլ լավ է։ Հերթով զանգելա, բոլորին կեֆալեր հարցնում։ Բա ինչա Տրամպը չի կարող ասի, բա մեր ընկերը չես, այդ արաբական երկրներին օգնի։ Այդ քո լավ սարքավորումները տուր իրանց։ Բա ինչի՞ չես ասում։ Ուկրաինային ես դիմում։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունն արևմուտքի երկրներին սխալն է։ Ուկրաինական ճգնաժամն առաջացել է Ուկրաինայում պետական հեղաշրջման արևմտյան երկրների ցուցաբերած աջակցության պատճառով, որին հաջողվել է Ղրիմյան իրադարձություն, իսկ հետո նաև Ուկրաինայի հարավ-արևելքում, ընդհանուր առմամբ Դոնբասում, Նովորոսիա։ Այսինքն նորից ինքը առիթավորվել է, որ եթե տենց արեց Դոնալդ Տրամպը, ես էլ կանգնեմ ասեմ, ես դեմ էի իշխանությունից Ուկրաինայում, դրա համար մտա տարածքը վերցրեցի։ Ոնց որ հիմա Տրամպն ասում է նույնը, ինձ դուր չի գալի Իրանի իշխանությունը, կարող է տարածք էլ վերցնեմ։ Հիմա հազիվ առիթ է մեղադրելու, այսինքն օկուպանտը արդարանում է, որտեղ աչքի առաջ տեսնում է, որ նման գործողություն, բա ասում ենք, չէ, այդ վտանգը։ Մենք միշտ ասել ենք, եթե Ռուսաստանին օկուպանտ չես համարում, Ադրբեջանին ո՞նց կհամարես, որը մտել է մեր տարածք։ Իսկ հիմա Ռուսաստանն ասում է, ինձ օկուպանտ համարում եք, բա Ամերիկային ինչ չեք համարում։ Այնինչ որ ես ասել եմ, ճիշտ է, ես էլ եի ուզում Ուկրաինայի իշխանությունը փոխեմ, ոնց որ Ամերիկան ուզում է Իրանում փոխի։ Բա դա մեզ համար խնդիր է առաջանում, բա մենք որ կողմից ենք։ Բա մեր իրավունքները ումից պահանջենք կամ թեկուզ խնդրենք, լավ։ Ինչ աշխարհակարգ ենք ուզում, եթե ուժեղների մեջ ուզում են աշխարհը բաժանեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտնել է, որ Իրանից հետո Վաշինգտոնի ուշադրությունը կարող է կենտրոնանալ Կուբայի վրա։ ԱՄՆ նախագահի խոսքով Միացյալ Նահանգները մեծ փոփոխություններ է սպասում կղզում, որը ներկայում գտնվում է ծանր վիճակում։ Այն կունենա հրաշալի նոր կյանք, բայց ներկայիս տեսքով այն ապրում է իր վերջին օրերը, սակայն մեր ուշադրությունն այժմ կենտրոնացված է Իրանի վրա, ասել է Տրամպը։ Այսինքն էլ ինքը խոսում է նրա մասին, որ այն մասին, որ Կուբայում էլ ինքը այս բլոկադայից հետո երկրի իշխանությունը կվերցին, այսեն խաղաղասեր Դոնալդ Տրամպն էր, որ Նոբելյան մրցանակ էր ուզում, հիմա մենք տեսնում ենք, ասում են հետ քաշվենք, առաջինը Ամերիկան է, մեկուսացման քաղաքականություն վարել, ասում ենք չես կարա մեկուսացման քաղաքականություն վարես, բայց հիմա այս սխալների դուրս գալու դեպքում մյուս ծայրահեղությունն ալնելու ագրեսիվ քաղաքականություն բոլոր ուղղություններով։ Իսկ հիմա տեսեք, Իրանի հետ կապված այն ինչ որ ասում էր, հենց այս նույն բանին էր վերաբերվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, ուրախ եմ հայտնել, որ մենք պաշտոնապես ճանաչեցինք Վենեսուելայի կառավարությունը։ Մենք նաև հենց այդ նոր պատմական համաձայնագիր ենք կնքել ոսկու վերաբերյալ։ Այն թույլ է տալիս մեր երկրներին համագործակցել նպաստելու վենեսուելական ոսկու եւ այլ օգտակար հանածոների վաճառքին։ Նրանք ունեն ոսկու հսկայական պաշարներ, նրանք լավ հող ունեն, ասել է Տրամպը։ Այսինքն համոզվեցին ժողովուրդ ջան, որ Դոնալդ Տրամպին պետքա դիկտատոր Վենեսուելայում, որը իրան ենթարկվի։ Այսինքն Սամոսը ալնի այնտեղ։ Այսօր ինքը վերցրեց այդ դիկտատորական պետությունը, ասես Մադուրոին տանենք, պահենք, մնացածի հետ կապված էլ հետները պայմանավորվենք, եթե ժողովրդավարական ընտրությունների արդյունքում իշխանություն ձևավորվի, նա կարող է ոչ իր ոսկին տա, ոչ էլ իր նավթը տա։ Ասի հաջողություն մենք մեր հարցերը կլուծենք, ոնց թե կլուծես, բա մենք թողենք դու լուծես։
Այսինքն ով է Տրամպի գործընկերը, դիկտատորը, վերջ։ Սա է։ Այդ որ ասում ենք, դա ենք ասում, Ժողովուրդ ջան, իրան պետք չի ժողովրդավարական Վենեսուելա, ժողովրդավարական Իրան, դա պետք չի։ Եթե ժողովրդավարական Իրանը լեր, առաջի ողջունողը մենք կլինեինք։ Բա մեր հարևաննա չէինք ուզենա աշխարհիկ պետությունը լեր Ամերիկայի, Եվրոպայի նորմալ հարաբերությունը մենք էլ մեջտեղից չկիսվեինք, մի Ամերիկայի հետ ենք թե Իրանի։ Առավել ևս որ չեզոքություն պայել չի ստացվում։ Առավել ևս որ Թրամփի ուղու հարց կա, որը որ Իրանի սահմանով է անցնելու։ Այսինքն Իրանը անտարբեր չի դրա նկատմամբ։ Հիմա դուք պարզ տեսնում եք, պաշտոնապես ճանաչում եք Վենեսուելայի իշխանությունը, որոնց համարում է դիկտատոր։ Էդ էլ ուղղակի իմանանք, էլի։ Մի բան էլ ուղղակի մեկը ինձ գրեց, ասում է, հիշում եմ, որ դուք այդ հարցին անդրադարձել եք, մի հատ ուղղակի ուզում ենք հստակ հասկանանք, թե ի վերջո Ռոբերտ Քոչարյանի արածը Արցախի հարցը որ չլուծեց, ինչու՞մ էր։ Մի հատ հիշեցնեմ ձեզ, որ որևէ խնդիր չառաջանա, չէ, երբ որ ինքը ասում էր, եթե Հայաստանի իշխանությունը ականջալուր լիներ, փորձեր մի քիչ հասկանալու ճիշտ գնահատել, մենք Արցախը չէինք կորցնի։ Մադրիդյան սկզբունքներից եմ կարդում, չնայած այնքան ասել եմ անգիր գիտեմ, բայց դուք որպես ինքներդ որոնում տակ գտնեք։ Մադրիդյան սկզբունքներ 29 նոյեմբեր 2007 թիվ։ Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով հասկանում ենք 88 թվականի ազգային համամասնություններով լղիմում ապրող բոլոր ազգերը, այսինքն նախ լղիմ, այսինքն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որ 93 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվեց, լղիմ գումարած Շահումյան գումարած Գետաշեն, դա վերացվեց։ Այն Քոչարյանի կողմից, որը լղիմ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման հիմնադիրն էր։ Եվ մեկ է ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը։ Այսինքն, եթե 40,000 ադրբեջանցի է ապրել Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետությունում, այդ պարագայում Հայաստանի բնակչությունը այդ համամասնությամբ չի կարող ավելանալ։ 88 թվականից հետո չի կարող ավելանալ, ոնց ալնելու, որ չավելանա։ Իսկապես չէր էլ ավելացել։ Ինչքան կար 88 թվականին, մինչև վերջել այդքան եղավ, այսքան տարվա անկախության պարագայում։ Ոնց կարող է Ռոբերտ Քոչարյանը երաշխավորել, որ Արցախի բնակչությունը չի աճելու։ Մի հատ ձեզ հարց չեք տալի։ Ծնելիության դեմներ առնելու, ինչ էր առնելու, մարդկանց հորդորելու էր երեխա շատ չունենաք, ոնց էր անելու, որ ինքը դա խոստացել էր, թուղթ է ստորագրել Ալիևի հետ, մի պարզ ձևով հայաստանցի Ղարաբաղցի թշնամանք սերմաներ, որպեսզի Հայաստանից չգնային Արցախ ապրելու, որպեսզի ասեին ինչ եք գնացեք ձեր Հայաստանը, որպեսզի անընդհատ խնդիրներ ստեղծեին, սա մեր երկիրն է, ինչ գործ ունեք ստեղ, չգիտեք։ Հենց բնակչությունը ավելանում էր, ասում են տեղափոխվեք Հայաստան, մեկը գալիս էր ընտանիքին բերում էր, սաղին բերում էր, պաշտոններ էին տալի, մի մասին ասում էին գնացեք Ռուսաստան, ոնց էր հնարավոր այդ նույն թիվը պահպանվեր այդքան տարի, տասնյակ տարիներ, կամ լավ, ոնց էր հնարավոր, կարող ասեիք պատահականություն, բա ինքը ոնց էր խոստացել, որ դա կաներ, հիմա հասկացաք, բա որ մարդիկ ասում են ամենահասարակ առիթով անգամ մեր զինվորների վրա քրեական գործ էին հարուցում, բայց այդ քրեական գործերը Հայաստանում այդ արխիվները կա, եթե նույնիսկ Արցախը այսօր արխիվներն ընկել է Ադրբեջանի ձեռը, Հայաստանում այդ քրեական գործերը կա, վերցրեք նայեք, մի խնձոր գողանալու համար էին դատում, ամեն ինչ անում են, որ ասենք վերկացեք, գնացեք ստեղից, ինչ գործ ունեք մեր հողում, մարդիկ եկել էին ձեր տունն էին պահում, իսկ այդտեղ ձեր տունը պահող զինվորին ասում էիք, որ մենք ուզում ենք Հայաստանը Պուտինը գա վերցնի, այսինքն դու պետք է գաս Արցախը պահես, իսկ քո տունը, քո ծնողների տունը Պուտինը պետք է գա վերցնի, որտեղ Զորի Բալայանը տենց է ուզում, որտեղ Բակո Սահակյանը տենց է ուզում։ Բա էս ենք ասում, ժողովուրդ ջան։ Ասում են պետք չէ էլի ասենք, հանկարծ հիմա էլ այսքանից հետո էլի ասենք հայաստանցի, մենք ենք ասել, մենք բացատրել ենք, թե ով է ձեր գլխին այդ ամեն ինչը սարքել։ Նիկոլ Փաշինյանն էլ ինչ էր հայտարարել, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է առաջիկա ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն 3, 2018-ի ընտրություններով արել ենք ներքաղաքական հեղափոխություն, 21-ի ընտրություններով ժողովուրդը մեզ առաջնորդել է դեպի սոցիալ-հոգեբանական եւ մտածողության հեղափոխություն, 26-ի հունիսի 7-ի ընտրություններում հասել ենք պատմաքաղաքական հեղափոխության։ Այս ընտրություններում մեր ժողովրդին պետք է որպեսի խաղաղության թիմը ստանա բացարձակ սահմանադրական մեծամասնություն, մեր նշաձողը 65%-ն է։ Մենք վաղուց արդեն գիտենք, այն ինչ որ անունը դրել էր հեղափոխություն, որ ժողովուրդը ոգևորված լցվեց փողոց, մերժեց Սերժին, բավական լուրջ ինտելեկտուալ մարդիկ դուրս եկան փողոց եւ պայքարեցին
Եվ հետո կյանքը ցույց տվեց, որ դա հեղափոխություն չէր, ոչ մի պարամետրով, հետո նաև կյանքը ցույց տվեց, որ դա եւ պայմանավորվածություններ կար, թե դաշնակցության հետ որ քվեարկեին Նիկոլ Փաշինյանը դառնար վարչապետ, թե ԲՀԿ-ի հետ կար, թե հանրապետականների հետ կար, թե ընդհանրապես Սերժ Սարգսյանի կասկածեցին, որ այս ոնց եղավ այս ամեն ինչը սարքեցին եկան իշխանության, այս ինչ խաղեր էր Նիկոլ Փաշինյանն եւ Սերժ Սարգսյանի պրոյեկտներ։ Այդ հետո պարզվեց, բայց ազնիվ մարդիկ փողոց էին դուրս եկել, պայքարում էին։ Ազնիվ մարդիկ, որոնք հետագայում հասկացան, որ խաբված են։ Եվ այդ մարդկանց, երբ որ իբա հեղափոխություն ես ասում, այդ որ հեղափոխությունն ես արել։ Իսկ առաջինը չես արել, ուզում անած երրորդն անես։ Կամ ընտրությունները հաղթել է հեղափոխություն, հա։ Ինչի համար այն ժամանակվա այդ ինտելեկտուալ մարդկանց հետ կապված, որ դուս էին եկել փողոց, մեկ էլ հանկարծ Նիկոլ Փաշինյանը մտածեց, որ հիմա պետք է պրիմիտիվ բաներ անի, որ ժողովրդին սիրաշահի, որովհետև այդ ինտելեկտուալ մարդիկ, ովքեր խաբված են, նրանք չեն ներում Փաշինյանին, որովհետև դու խաբել ես իրաց, նրանք ազնիվ էին։ Շատ դեպքերում, երբ որ մարդկանց ասում էին, բա դուք օգնեցիք Փաշինյանին, ճիշտ չի այդ մարդկանց մեղադրել, նրանք ազնվորեն, արժանապատվորեն փողոց են դուրս եկել։ Նրանք Փաշինյանին չեն սատարել։ Այդ հետո պարզվեց Փաշինյանը կանգնեց ասեց կամ ես կլնեմ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Այդ հետո պարզվեց այդ ամեն ինչը։ Նրանք դուրս էին եկել իրանց արժանապատվության համար կռիվ տալու։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ նրանցից ոչ մեկը իրանց այն չի տա։ Այդ դրա համար մտածում է, հիմա այս պրիմիտիվ բաներով անեմ, որ մարդիկ ասեն, վայ մեր ծոցից դուս եկած, մեր նման տենը մեզ ոնց ա ուտում, բայց ով է ասել, որ պիտի ձեր նմանը լինի երկրի ղեկավար։ Այսինքն դուք ուզում եք ասեք, դուք էլ կարա կլնեք։ Իմ կարգի մարդը մտածում է, որ պիտի ղեկավարն լինի լավից լավը։ Ու շատ-շատերը երբ որ ասում են, որ դու եղի, ասում եմ, գուցե ինձանից լավը կարող է լինի, գուցե մենք մտածենք ավելի լավը ընտրենք, որովհետև դա այն բեռը խնդիրները իր ուսին վերցնում է, բա չիմանանք ու մենք ընտրում, այսինքն ինչ է նշանակում մեր նմանի, հիմա ինչի է Նիկոլ Փաշինյանը պրիմիտիվ բաներն անում, չի հասկանում, որ դա մարդկանց շատերին դուր չի գալի, ասում է հեչել դուրները չգա, ես ու ձեր համար չեմ անում, ես անում եմ նրանց համար, ժողովուրդ ջան, այդ մարդը ձեզ չի հարգում, ասում է այս պարզ բաները ձեզ դուր կգա։ Դուք պետք է հասկանաք, չէ՞, որովհետև ինքը գիտի, որ այն արժանապատիվ մարդիկ, ովքեր պաշտպանել են, ամբողջ աշխարհում էին պաշտպանում, այդ արժանապատիվ մարդիկ իրան ոչ միայն չեն պաշտպանելու, չեն ներելու։ Դրա համար ինքը ասում է ժողովուրդ ջան, ովքեր են մնացել, որ ասում են, այ մեր նման է, մեր նման անուղեղ, այ սենց գնանք իրան ընտրենք, մեր նման սենց նայում է, ժողովուրդը պետություն է, հասկանում եք։ Պետք է նենց լինի, որ այս պետության ցավ ու դարդը հոգսերի հարցը լուծի, սա դառնա համայն հայության հայրենիք, մենք լուրջ անելիքներ ունենք, այս ինչի մասին է խոսքը, դրա համար հիմա հույսը դա է, որ ինքը կարող է այդ 65%-ն ապահովի, պետք է ամեն ինչ անել, որ իր այս հույսը ուղղակի չեզոքանա։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդանտինան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։